Նախորդ հաղորդման մեջ խոսելով մենուետի ժանրի պատմության մասին, կանգ առա Մոցարտի գրած երկու մենուետների վրա, որոնք կազմում էին նրա թիվ 40 սիմֆոնիայի և փոքրիկ գիշերային երաժշտություն ստեղծագործության առանձին մասերը։ Այսօրվա հաղորդումը կցանկանայի սկսել Մոցարտի ևս երկու մենուետներից և այնուհետև շարունակել հետևել մենուետի ժանրի զարգացումը։ Մոցարտի երաժշտության մեջ արդեն իսկ տեղի են ունենում որոշակի հետաքրքիր փոփոխություններ, որոնք հետագայում պայմանավորեցին նոր երաժշտական ոճերի ծնունդը։ Եվ այս հետաքրքիր փոփոխություններին կարելի է հետևել նաև մենուետի ժանրի և այդ ժանրի Մոցարտի երաժշտության մեջ օգտագործման օրինակով։ Մի այսպիսի հետաքրքիր դեպք է Մոցարտի մի մինոր ջութակի սոնատը։ Հայտնի է, որ այս սոնատը շատ կարևոր և հատկանշական ստեղծագործություն է Մոցարտի համար, ասում են, որ դա առաջին ստեղծագործությունն է, որը Մոցարտը գրել է իր մոր մահվանից հետո։ Իսկ Մոցարտը բավականին ջերմ ուրեմն ձևով վերաբերվում էր իր մորը և շատ կապված էր նրան։ Այս ստեղծագործությունը շատ առումով ընկալվում է որպես տրագիկ երաժշտություն։ Բացի այդ, Մոցարտը չունի ստեղծագործություններ, բացի այս մի սոնատից, որոնք գրված են մի մինոր տոնայնության մեջ, և դա շատ հատկանշական ուրեմն դեպք է Մոցարտի ստեղծագործության մեջ։ Մի մինոր սոնատը ջութակի և դաշնամուրի համար երկմաս է, ի տարբերություն դասական շատ սոնատաների, որոնք եռամաս կառուցվածք ունեն։ Սոնատի երկմաս կառուցվածքը պատահական չէ։ Այն ժամանակ Մոցարտը բավականին տարված էր Յոհան Սեբաստիան Բախի որդու Յոհան Քրիստիան Բախի երաժշտությամբ, իսկ Յոհան Քրիստիան Բախը ստեղծել է բավականին մեծ թվով երկմաս սոնատներ, և Մոցարտը կարծես ընդօրինակում է Յոհան Քրիստիան Բախի սոնատների մոդելը։ Մոցարտի մի մինոր սոնատի երկրորդ մասը փաստացի անվանված չէ մենուետ, և դրան կան բավականին լուրջ պատճառներ։ Բանն այն է, որ մենուետի երաժշտական ձևը Մոցարտն այստեղ համադրում է մեկ այլ երաժշտական ձևի, մասնավորապես վարիացիաների ձևի հետ։ Այսինքն, պահպանելով մենուետի հիմնական ուրվագիծը, Մոցարտը յուրաքանչյուր անգամ տարբեր փոփոխություններ է առաջարկում, լինի դա թե հյուսվածքային փոփոխություններ կամ գործիքների օգտագործման հետ կապված փոփոխություններ, որոնց շնորհիվ մենուետի ձևը պահպանվելով հանդերձ նաև ենթարկվում է վարիացիաների։ Մենուետ անվանման փոխարեն Մոցարտն այստեղ անում է տեմպի հետաքրքիր նշում։ Տեմպը նշում է որպես tempo di menuetto, այսինքն մենուետի տեմպով, այսինքն Մոցարտը մի ինչ-որ տեղ հնչեցնում է այս մենուետ բառը, բայց չի հանում այս բառը առանձին որպես ստեղծագործության վերնագիր։ Այսինքն ունկնդիրը կամ կատարողը պետք է հասկանան, որ այստեղ մենք գործ ունենք մենուետի, բայց ինչ-որ առումով ձևափոխված մենուետի։ Ճիշտ այնպես, ինչպես իր թիվ 40 սիմֆոնիայում, մենուետի միջին մասը տրիոն հանդես է գալիս մաժոր տոնայնության մեջ, տվյալ դեպքում համանուն մի մաժոր տոնայնության մեջ։ Եվ այս ուրեմն միջին մասի հնչողությունը բավականին հետաքրքիր է, բավականին առաջադեմ է Մոցարտի ժամանակների համար և հնչում է երբեմն Շուբերտի երաժշտության պես։ Իսկ Շուբերտը մենուետ գրելու ավանդույթի, շարունակական ավանդույթի, կարծես վերջին կոմպոզիտորներից էր։ Եվ Մոցարտի մի մինոր սոնատը անկասկած կարող էր լինել Շուբերտի երաժշտության ոգեշնչման աղբյուր։ Մոցարտի երաժշտության մեջ մենուետի օգտագործման ևս մի դեպք բավականին հետաքրքիր է, որովհետև այստեղ մենուետը դառնում է ոչ թե գործիքային, այլ վոկալ մեծածավալ ժանրի մի մաս, տվյալ դեպքում օպերայի։ Ընդհանուր առումով Մոցարտի օպերաները բավականին սրամիտ ստեղծագործություններ են, սակայն ճիշտ այնպես, ինչպես մնացած բոլոր դեպքերում, հումորը
ժամանակային երևույթ է, այսինքն հումորը ամբողջությամբ անցալելու համար մարդը պետք է ամբողջությամբ ըմբռնի տվյալ ժամանակաշրջանը, դրա մշակույթը, թեկուզ նաև օրվա նորությունները եւ լուրերը, որպեսզի հումորը դառնա ամբողջությամբ հասկանալի։ Ահա այսպիսի դեպքի ենք մենք առնչվում Մոցարտի Դոն Ժուան օպերայում, մասնավորապես օպերայի առաջին գործողության մեջ։ Օպերայի բովանդակությունը իհարկե քաչ հայտնի է, գլխավոր հերոսը օպերայի Դոն Ժուանը հայտնի կնամոլ է, ով իր կյանքի ընթացքում հանդիպում է տարբեր կանանց, փոխելով նրանց ճակատագրերը եւ այլն։ Դոն Ժուան օպերայի առաջին գործողության մեջ կա այսպիսի մի հետաքրքիր փոքրիկ ուրեմն ենթամոտիվ, ենթաթեմա, երբ օպերայի գլխավոր հերոսը Դոն Ժուանը հանդիպում է մի գեղջուկ աղջկա եւ փորձում նրան գայթակղել։ Ընդ որում փորձում դա անել աղջկա ամուսնության օրը։ Իհարկե Դոն Ժուանի պլանը բավականին զավեշտալի ձևով ձախողվում է, սակայն ուրեմն Դոն Ժուանը չի խաղաղվում կարծես եւ փորձում է նույնը անել նաեւ ուրեմն հենց հարսանեկան արարողության ժամանակ։ Եվ հետաքրքիրն ինչ է, որ հարսանեկան ամուսնության արարողության ժամանակ, որպես գեղջկական տոնախմբություն, պար հնչում է հենց մենուետը։ Սա այս Մոցարտի այս կատակը մի քանի կողմ ունի։ Առաջինը մենուետը ժամանակին ասոցացված էր, զուգորդվում էր ուրեմն բարձրաստիճան ազնվականության հետ։ Եթե հիշենք մենուետի պատմությունը, առաջին հայտնի կատարողը մենուետ պարի եղել է Լյուդովիկոս 14-րդը։ Այսինքն ի տարբերություն բարոկո շրջանի որոշ այլ պարերի, օրինակ Բուրրեի, որը գյուղական ծագում ունի, մենուետը ի սկզբանե դիտարկվել է որպես ուրեմն բարձրաշխարհիկ, նրբաճաշակ պար։ 18-րդ դարի վերջում, երբ ապրում է Մոցարտը, սակայն մենուետը արդեն կորցնում է այդ փայլը եւ ուրեմն նրբաճաշակ պարից վերածվում պոպուլար, բոլորին հայտնի, նաեւ շատ առումներով հնացած պարի։ Եվ որպես հնացած պար ժամանակին դղյակներում եւ այս ուրեմն ազնվականության միջև տարածված պարը դառնում է գեղջկական եւ լսում ենք այս պարը ուրեմն Դոն Ժուան օպերայի առաջին գործողության վերջում։ Մոցարտը նման ուրեմն սրամտության բավականին շատ օրինակներ է ցուցաբերել հենց Դոն Ժուան օպերայում, որտեղ կարող ենք տեսնել մեկ այլ տեսարանում, օպերայի վերջին մոտ, մի այսպիսի հետաքրքիր դրվագ, որ Դոն Ժուանի սենյակում ուրեմն հավաքված հատուկ վարձված երաժիշտները պետք է կատարեն մի պոպուլար երաժշտության հատված, այն ժամանակ տարածված երաժշտության հատված եւ կատարում են հենց Մոցարտի երաժշտությունը մեկ այլ օպերայից, Ֆիգարոյի ամուսնությունը օպերայից։ Այսինքն Մոցարտը ակնարկում է մի քիչ անհամեստ ձևով, բայց շատ հետաքրքիր եւ սրամիտ ձևով, որ նրա երաժշտությունը այնքան պոպուլար է, այնքան տարածված է, որ այնքան փողոցային երաժիշտներն են կատարում այս երաժշտությունը։ Եվ ուրեմն Դոն Ժուան օպերայում այս մենուետը եւ հենց Մոցարտի երաժշտության մեջ բերումը բավականին հետաքրքիր դեր ունեն։ Մոցարտը իր երաժշտության մեջ անշուշտ կանխազգացել է լուրջ փոփոխություններ, որոնք նրա մահվանից հետո, գրեթե անմիջապես հետո տեղի ունեցան երաժշտության մեջ։ Մենուետը իհարկե կամաց-կամաց շրջանառությունից դուրս է գալիս, թեպետ կոմպոզիտորները ավտոմատ կերպով շարունակում են դեռևս իրենց սիմֆոնիաներում ներառել մենուետներ որպես երրորդ մասեր, բայց աստիճանաբար այս երևույթը դառնում է ավելի եւ ավելի քիչ պոպուլար եւ Բեթհովենը, որը երաժշտության մեջ հանդես է եկել որպես երաժշտության ազատագրման խորհրդանիշ, աստիճանաբար հրաժարվում է մենուետից։ Բեթհովենի սիմֆոնիաներում, հատկապես ուշ շրջանի սիմֆոնիաներում շատ հատկանշական է մենուետի փոխարինումը սկերցոյով։ Ընդ որում սկերցոն, իսկ սկերցո բառը իտալերեն նշանակում է կատակ, շատ ավելի արագ է, շատ առումներով ավելի ագրեսիվ, քան մենուետը, այլևս չունի մենուետի
պայմանականությունները որպես պար, իսկ Բեթհովենը անկասկած զուգորդում էր մենուետը ինչ-որ առումով հնացած քաղաքենիության հետ, դա էր պատճառը, որ մենուետը փոխարինեց սկերցոյով, սակայն նույն Բեթհովենը իր սիմֆոնիաների սկերցոները գրելիս երաժշտական ձևի առումով պահպանում է մենուետի երաժշտական ձևի մոդելը, այսինքն մենք այստեղ նույնպես գործ ունենք եռամաս երաժշտական ձևի հետ, որի մասերից յուրաքանչյուրում երկու տարբեր հատվածներ երկու անգամ կրկնվում են, դա շատ հաճախ հանդիպում է Բեթհովենի մոտ, իհարկե Բեթհովենի որոշ սկերցումներ գրված են նաև ուրիշ մոդելով, բայց եռամաս հիմնական կառուցվածքը անգամ սկերցումներում Բեթհովենը պահպանում է, չնայած հրաժարվում է մենուետից որպես երաժշտական ժանր։ Թեպետ 19-րդ դարում մենուետը որպես պար վաղուց արդեն մոռացվել է եւ կարծում եմ ոչ ոքի մտքով չէր կարող անցնել ինչ-որ սոցիալական հավաքույթների ժամանակ մենուետ կատարել որպես պար, դա չափազանց հնացած երևույթ կլիներ։ 19-րդ դարի բավականին մեծ թվով կոմպոզիտորներ շարունակել են գրել մենուետներ որպես գործիքային ստեղծագործություններ։ Եվ ահա թե ինչու։ 19-րդ դարը հայտնի էր որպես ռոմանտիզմի դար երաժշտության մեջ։ 19-րդ դարի կոմպոզիտորները արտահայտում էին երաժշտությամբ իրենց ներաշխարհը, շատ հաճախ լինում էին բավականին փորձարարական, շատ հաճախ փնտրում էին տարբեր նորագույն երաժշտական միջոցներ, վերափոխել են հարմոնիան, վերափոխել են նվագախումբը, գործիքավորումը եւ այլն։ 19-րդ դարի երաժշտության մեջ փորձարարությունը եւ նորարարությունը շատ կարեւոր դեր ունեին։ Եվ այդ առումով աչքի են ընկնում 19-րդ դարի գրեթե բոլոր կարևոր կոմպոզիտորները։ Միևնույն ժամանակ շատերը ունեին այսպիսի մտավախություն. արդյոք երաժշտությունը չափազանց արագ չի զարգանում։ Արդյոք չափազանց արագ չեն փոխվում երաժշտական ձևերը։ Արդյոք դա չի նշանակում կոմպոզիտորի եւ հանդիսատեսի միջև կտրական խզում։ Այդ խզման արդյունքները շատ հաճախ երևացին 20-րդ դարի երաժշտության մեջ, երբ դասական կոմպոզիտորը եւ իր հանդիսատեսը շատ հաճախ կորցնում էին ուրեմն միմյանց միջև փոխադարձ կապը։ Կոմպոզիտորը այլևս չէր երաժշտություն գրում, որպեսզի բավականացնի հանդիսատեսի ճաշակը։ Եվ 19-րդ դարի շատ կոմպոզիտորների մոտ կար այսպիսի մի մտավախություն. արդյոք մենք շատ հեռու չենք գնում։ Եվ շատ կոմպոզիտորներ իրենց երաժշտության մեջ պահպանելով 19-րդ դարի շատ նորարարություններ, օրինակ հարմոնիան, երաժշտական հյուսվածքը եւ այլն, դիմում էին անցյալի երաժշտական ձևերին եւ որպես անցյալի այսպիսի մի շատ հայտնի, շատ հստակ երաժշտական ձև, որը կապված էր անցյալի հետ, երբեմն հանդես էր գալիս նաեւ մենուետը։ Ահա այսպիսի ձևով մենուետը հանդես եկավ օրինակ Յոհաննես Բրամսի երաժշտության մեջ։ Յոհաննես Բրամսը հայտնի է որպես ռոմանտիկ շրջանի կոմպոզիտորներից, ճակերտներով ամենադասականը։ Այսինքն նա շատ հաճախ դիմում էր դասական ձևերին, դասական արտահայտչամիջոցներին, միևնույն ժամանակ պահպանելով լեզվի նորարարությունը։ Եվ մենուետի օգտագործման իմաստով աչքի է ընկնում Բրամսի Opus 38 թիվ 1 թավջութակի սոնատը։ Այս սոնատը ունի նվիրում։ Այն նվիրված է Յոհան Սեբաստիան Բախին։ Եվ սոնատի 3 մասերից յուրաքանչյուրում հանդես են գալիս ինչ-որ միջոցներ, որոնք այս երաժշտությունը այս կամ այն ձևով կապում են Բախի երաժշտության հետ։ Այսպես օրինակ առաջին մասը կառուցված է Բախի երաժշտական ընծա ստեղծագործությունից մի մեջբերման վրա։ Առաջին մասը իհարկե շատ ռոմանտիկ ստեղծագործություն է, բայց ուրեմն երաժշտական մեջբերման շնորհիվ կապվում է Բախի երաժշտության հետ։ Երրորդ մասը իր հերթին երաժշտական ձևի առումով ֆուգա է, իսկ մենք գիտենք, որ Բախը բազմաթիվ ֆուգաների հեղինակ է, եւ գրելով ֆուգա Բրամսը անշուշտ հղվում է Բախի երաժշտությանը։ Սոնատի երկրորդ միջին մասը մենուետ է, որը նույնպես
ինչպես Մոցարտի մի մինոր սոնատում, վերնագրված չէ որպես մենուետ, սակայն տեմպի նշումն է tempo di menuetto, մենուետի տեմպով։ Եվ ճիշտ այնպես, ինչպես դասական եւ բարոկկո շրջանի մենուետներում, Բրամսի մոտ մենք տեսնում ենք մենուետ, տրիո եւ առաջին մենուետ մոդելը։ Այնքան մանրակրկիտ է այդ առումով Բրամսը, որ անտեսելով ռոմանտիկ երաժշտության նոտագրության պայմանականությունները, իսկ ռոմանտիկները բավականին մանրամասն էին իրենց նոտագրության մեջ, դիմում է բարոկկո ձևին, երբ հստակ նոտագրում է առաջին մենուետը եւ տրիոն, այնուհետեւ պարզապես բառերով գրում da capo al fine, այսինքն սկզբից մինչև առաջին մենուետի վերջը եւ այլևս չի նոտագրում առաջին մենուետը նորից։ Եթե Մոցարտի երաժշտության մեջ հեմիոլաները, այսինքն ռիթմի խախտումները հանդես էին գալիս միայն ժամանակ առ ժամանակ մենուետներում, ապա Բրամսի մոտ հեմիոլան իր ամենասիրելի երաժշտական միջոցներից է եւ կարող ենք հեմիոլաների հանդիպել ամենուրեք։ Ուրեմն կոնկրետ այս սոնատի մենուետում, որը սկսվում է նախատակտից, այսինքն ուժեղ տակտի ուժեղ մասից առաջ, հենց ամենասկզբից ունկնդիրը չի կարող կողմնորոշվել, թե որտեղ է տվյալ մենուետի առաջին մասը եւ դա դառնում է պարզ միայն որոշ ժամանակ հետո։ Բրամսը նաև նոտագրում է, հստակ նոտագրում է մի շարք զարդանախշեր, որոնք տիպիկ կարող էին լինել բարոկկո երաժշտության համար։ Բարոկկո երաժշտության դեպքում իհարկե այս զարդանախշերը շատ հաճախ կոմպոզիտորները չէին նոտագրում, ավելացվում էին դրանք կատարողների կողմից, իսկ ռոմանտիկ շրջանում, մասնավորապես Բեթհովենի երաժշտությունից հետո, ինչ որ մի բան, ինչ որ մի կատարողական դետալ ինքն իրենից ավելացնելու ավանդույթը արդեն վերացել է կատարողների մոտ, կատարողները նվագում էին բավականին հստակ եւ Բրամսը, որպեսզի իր երաժշտության հնչողությունը վերադարձնի ինչ որ առումով այս բարոկկո շրջանակի մեջ, նոտագրում է նաեւ զարդանախշերը։ Հատուկ հետաքրքրությունն է ներկայացնում իրենից տրիո մասը այդ սոնատի։ Տրիոյում մենք գործ ունենք կարծես իսկական տրիոյի հետ, որն արտահայտված է երկու գործիքի միջոցով։ Եվ այստեղ մենք նույնպես հղումներ կարող ենք տեսնել Բախի երաժշտությանը։ Բախի կամերային սոնատները, օրինակ ջութակի եւ կլավեսինի համար գրված սոնատները, նույնպես տրիոներ են գրեթե ամբողջությամբ, գրեթե ծայրից ծայր, որովհետեւ մեկ ձայնի դերում հանդես է գալիս ջութակը, երկրորդ ձայնի դերում հանդես է գալիս ստեղնաշարային գործիքի աջ ձեռքը եւ մյուս երրորդ ձայնի դերում բասի դերում հանդես է գալիս ձախ ձեռքը։ Եվ այստեղ Բախի մոտ կան բավականին հետաքրքիր առանձնահատկություններ։ Օրինակ դո մինոր ջութակի սոնատում Բախի մենք կարող ենք տեսնել, որ աջ ձեռքը ոչ միտեղ չի իջնում փոքր օկտավայի սոլ նոտայից, որը ջութակի ձայնածավալի ամենաներկիվի նոտան է, իսկ ձախ ձեռքը ոչ միտեղ չի գերազանցում, չի իջնում ներքև մեծ օկտավայի դո նոտայից, որն էլ թավջութակի ձայնածավալի, ուրեմն ամենաներկիվի նոտան է։ Այսինքն Բախը կարծես առաջարկում է ունկնդրին, որ չնայած սոնատը գրված է ջութակի եւ ստեղնաշարային գործիքի համար, այն կարող է հավասարապես կատարվել 3 լարային գործիքով, օրինակ 2 ջութակ եւ 1 թավջութակ։ Եւ ահա այսպիսի մոդել մենք տեսնում ենք նաեւ Բրամսի սոնատի մենուետում։ Այս մենուետում ձևը բավականին հետաքրքիր լուծում ունի։ Թավջութակը օկտավային կրկնապատկում է անում դաշնամուրի վերևի ձայնին, այսինքն դաշնամուրի վերևի ձայնը եւ թավջութակը հանդես են գալիս ունիսոն, նվագում են միևնույն նոտաների միևնույն ժամանակ, բայց տարբեր ռեգիստրներում, միևնույն ժամանակ աջ ձեռքում դաշնամուրը կատարում է նաև ենթաձայներ, այս կատարված հնչյունների արձագանքներ, էխոներ։ Մյուս կողմից դաշնակահարի ձախ ձեռքը հանդես է գալիս առանձին, իր որպես առանձին երրորդ ձայն լրացնում է տրիոյի պատկերը։ Ահա այսպիսի ռոմանտիկ, հետաքրքիր, սակայն նաև հին ավանդույթի մեջ արմատավորված լուծում է տալիս Բրամսը իր թավջութակի սոնատի երկրորդ մասին մենուետին։
Ավանդաբար մենուետը հանդես էր գալիս որպես զուտ գործիքային ստեղծագործություն։ Սակայն 19-րդ դարի վերջում մենք տեսնում ենք որոշ օրինակներ, երբ մենուետը գործիքային երաժշտությունից փոխակերպվում է վոկալ երաժշտության։ Եվ ահա այստեղ բավականին հետաքրքիր պահի ենք առնչվում։ Ճիշտ այնպես, ինչպես խորալը լինելով վոկալ ժանր, աստիճանաբար փոխակերպվեց որոշ իր դրսևորումներում գործիքային երաժշտության, մենուետի հետ մենք տեսնում ենք հակառակ պրոցես։ Այդ պրոցեսը հատկապես հետաքրքիր է 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի երաժշտության մեջ։ Մասնավորապես խոսքը նրա մեկ շատ հայտնի երգի մասին է, որը գրված է Պոլ Վերլեն բանաստեղծի տեքստով եւ ունի Clair de Lune, այսինքն լուսնի լույսը անվանումը։ Պոլ Վերլենի բանաստեղծությունը սիմվոլիստական է։ Այստեղ բանաստեղծը նկարագրում է ինչ-որ մեկի հոգու ներքին պեյզաժը, ներքին բնապատկերը։ Բանաստեղծությունը շատ հետաքրքիր տեքստ ունի։ Խոսում է այն բանի մասին, որ ձեր հոգին կարծես լինի գեղեցիկ բնապատկեր, որտեղ մարմարիա շատրվանների եւ դղյակների կողքով անցնում են դիմակավորված պատկերներ, որոնք նվագում են իրենց լյութը եւ տխուր են երգելով մինորային ձայնակարգերում երգեր, մինորային երգեր երգելով, նրանց թվում է, որ նրանք շատ տխուր են, սակայն նրանք չգիտեն, թե ինչ ուրախություն եւ ինչ երջանկություն են պարունակում իր մեջ։ Շատ գեղեցիկ տեքստ է, շատ նուրբ բանաստեղծություն է եւ Գաբրիել Ֆորեն իր երաժշտությամբ արտահայտել է այս բանաստեղծության ներքին իմաստը, ներքին հնչողությունը։ Դիմակավոր պատկերներ, որոնք ձեռքին բռնել են լութ գործիքը, վինը, որը 19-րդ դարում այլևս վաղուց չէր օգտագործվում որպես երաժշտական գործիք, այսինքն հղում կա այստեղ հնի երաժշտությանը, հին մշակույթին, եւ Ֆորեն շարունակելով այս ուրեմն բանաստեղծության ընթացքը, բանաստեղծության կերպարային աշխարհը լուծում է տալիս երաժշտությունը գրելով մենուետի ձևով։ Ընդ որում այս երգում մենք տեսնում ենք բավականին երկար դաշնամուրային նախաբան եւ երգեցողությունը կարծես աստիճանաբար մտնում է, միահյուսվում է դաշնամուրային պարտիային, հանդես գալով որպես հերթական մի ձայն, որպես այսպիսի մի տրիոյում հերթական երրորդ ձայնը։ Շատ հետաքրքիր ստեղծագործություն է, իրականում Ֆորեի Clair de Lune երգում մենք կարող ենք դաշնամուրի նվագաբաժինը առանձին կատարել, առանց անգամ վոկալի, եւ նա չի կորցնի իր հմայքը, չի դիտարկվի որպես մի անավարտ ստեղծագործության նվագակցություն, այնքան ավարտուն է դաշնամուրի նվագաբաժինը, որ անգամ չի ընկալվում որպես նվագակցություն, այլ որպես մի լիիրավ անսամբլի մասնակից։ Ֆորեն դասական շատ կոմպոզիտորների պես նույնպես ուներ հումորի բավականին զարգացած եւ շատ նուրբ զգացողություն։ Եվ այս զգացողությունը դրսևորվել է մի հետաքրքիր լուծման մեջ, որ տեսնում ենք երգի ուրեմն մի փոքրիկ տողի հետ կապված։ Իզուր չէ, որ ես հիշատակեցի այդ մինոր հնչողությունը, որը Պոլ Վերլենի բանաստեղծության մեջ է հիշատակվում։ Այս տողը, որտեղ տեքստը ասում է tout en chantant sur le mode mineur, այսինքն երգելով մինորային լադերում, երգելով մինորային ձայն եղանակներում, իսկ Ֆորեի ամբողջ երգը գրված է մինորային ձայն եղանակներում, դա դո մինոր, ուրեմն երաժշտության, դո մինոր տոնայնության մեջ է գրված, հենց այս պահին, որտեղ տեքստի մեջ հիշատակվում է մինորը, երաժշտությունը մոդուլյացիա կամ շեղում է կատարում դեպի մաժոր տոնայնություն։ Այսինքն այս ուրեմն երկվությունը մաժորի եւ մինորի, լույսի եւ ստվերի, քաղցրության եւ դառնության Ֆորեն արտահայտում է բառին հակադրելով երաժշտական հակառակ կառուցվածք, երաժշտական հակառակ լադ։ Դա շատ հետաքրքիր լուծում է կոմպոզիտորի կողմից։ Պոլ Վերլենի Clair de Lune բանաստեղծությունը ոգեշնչել է ոչ միայն Գաբրիել Ֆորեին, այլև ֆրանսիացի կարևորագույն մեկ այլ կոմպոզիտորի Claude Debussy-ին։ Claude Debussy-ին Պոլ Վերլենի բանաստեղծության տպավորություններով ստեղծեց մի հայտնի ստեղծագործություն,
քառամաս, այսպես կոչված բերգամասկ սյուիտը, որը պարունակում է մի մաս, երրորդ մասը, որը նույնպես կոչվում է Clair de Lune եւ գրված է որպես բանաստեղծության ներաշխարհի երաժշտական համարժեք, երաժշտական արտահայտում։ Ընդ որում բերգամասկ բառը նույնպես պատահական չէ եւ նույնպես գալիս է Վերլենի բանաստեղծությունից, որտեղ այն փոխաբերական կերպով է իհարկե օգտագործված, բերգամասկը դա ուշ ռենեսանսի եւ վաղ բարոկոյի շրջանի շատ հասարակ պար է, որը ծագում է, ինչպես ասում են, Բերգամո քաղաքից, ինչու ինչպես ասում են, որովհետեւ պարերի ծագումը հաճախ հնարավոր չի լինում պարզել աշխարհագրական իմաստով, բայց եւ անվանման մեջ եւ հավանդույթի համաձայն կարծում ենք, որ պարը Բերգամոից է գալիս։ Բերգամասկը հասարակ գեղչկական պար է եւ բերգամասկի հարմոնիկ հաջորդականությունը տոնիկա սուբդոմինանտա դոմինանտա տոնիկա դասական երաժշտության ամենապարզ, ամենատրիվիալ հաջորդականություններից է։ Իհարկե Դեբյուսիի երաժշտությունը շատ հեռու է ամեն տրիվիալից եւ վերցնելով որդեգրելով այս բառը բերգամասկ, նա կարծես մի հերթական, մի այսպիսի փոքրիկ ուրեմն հումորի դրսևորում է ցույց տալիս ունկնդրին, դարձնելով մի բան, որ ի սկզբանե ասոցացված էր պարզության, ընդ որում պարզունակության նաև հետ, տալով այդ երևույթին բարդ նրբաճաշակ, նրբահամ հնչերանգներ։ Դեբյուսիի բերգամասկ սյուիտում նույնպես ներառված է մենուետը որպես սյուիտի երկրորդ մասը։ Սակայն Դեբյուսին իհարկե չի պահպանում մենուետի հետ կապված շատ առանձնահատկություններ, նրա մենուետը բավականին բարդ է երաժշտական իմաստով եւ մենուետում նա ոչ թե պահպանում է այս մեղեդի եւ բաս մոդելը, որը տիպիկ է դասական եւ բարոկո շրջանի մենուետների համար, այլ մենուետում նա ուրեմն պահպանում է 3/4 չափը եւ ընդօրինակում է կսմիթային լարային գործիքների, օրինակ կիթառի կամ Վերլենի մոտ հիշատակված լյութի, վինի հնչողությունը։ Սա Դեբյուսիի բերգամասկ սյուիտի կամ բերգամասյան սյուիտի, ինչպես նա հայտնի է հայերեն թարգմանություններում, շատ մի հատկանշական առանձնահատկություն է։ Ֆորեն եւ Դեբյուսին ֆրանսիացի միակ կոմպոզիտորները չէին, որոնք անդրադարձել են մենուետին։ Մենուետի ժանրում ստեղծագործել է նաեւ Մորիս Ռավելը, ընդ որում հայտնի են Ռավելի երկու մենուետները, որոնք նա գրել է երկուսն էլ 20-րդ դարում, մեկը առաջին աշխարհամարտից առաջ, մյուսը դրա ընթացքում։ Հայդնի մահվան 100-ամյակի կապակցությամբ մի շարք ֆրանսիացի կոմպոզիտորներ, այդ թվում Դեբյուսին, Ռավելը եւ մի շարք ուրիշներ, ստացան փոքրիկ ստեղծագործություններ գրելու պատվերներ, որտեղ այս կամ այն ձևով անդրադարձ կկատարվեր Հայդնին։ Ռավելը գրեց մի փոքրիկ մենուետ, որը հայտնի է հիմա որպես Menuet sur le nom d'Haydn, այսինքն Հայդնի անունով մենուետ։ Ինչու է այսպես կոչվում ստեղծագործությունը։ Շատ հաճախ կոմպոզիտորները դիմում էին երաժշտական անագրամի ձևին, այսինքն փոխարինելով նոտաները իրենց տառային համարժեքով, իսկ նոտագրության մեջ տառային համակարգը նույնպես օգտագործվում էր, ճիշտ այնպես ինչպես վանկային համակարգը դո ռե մի ֆա սոլ լա սի, տառային համարժեքով նոտաները փոխարինելով ստեղծում էին փոքրիկ մեղեդային դարձվածքներ, հատվածներ, պատառիկներ, որոնք օգտագործում էին որպես իրենց ստեղծագործությունների հիմք։ Օրինակ հայտնի է Դմիտրի Շոստակովիչի DSCH, ուրեմն այսպիսի մոտտոն, որը Շոստակովիչը օգտագործել է իր շատ ստեղծագործություններում որպես իր անհատական ստորագրությունը։ Տվյալ դեպքում Ռավելը Հայդն ազգանունի առանձին տառերը ուրեմն վերածում է նոտաների եւ այս փոքրիկ մոտիվով իր ստեղծված գրում է մի մենուետ, որի տևողությունը մոտ 3 րոպե է, եթե ոչ դրանից պակաս, սակայն ստեղծագործությունը շատ հատկանշական է։
Նախ եւ առաջ հատկանշական է այն, որ Հայդնին նվիրված ստեղծագործություն գրելիս Ռավելը անդրադառնում է հենց մենուետին։ Դա ցույց է տալիս ողջ դասական շրջանում մենուետի կարևորությունը։ Այն ունկնդիրը, որ Ռավելի երաժշտության մեջ թերևս կարող է չճանաչել մենուետի եռաչափ շարժումը կամ չճանաչել ուրեմն Հայդնի անվան վերտարությունը նոտաների տեսքով կտեսնի մենուետ անվանումը եւ նրա ուշադրությունը, նրա երևակայությունը արդեն կգնա այդ հունով եւ կամա թե ակամա կառնչվի դասական երաժշտությունից վերցված մոդելին։ Հայդն անունով մենուետը բավականին նորարարական ստեղծագործություն է, այստեղ կան շատ հետաքրքիր հարմոնիաներ, հետաքրքիր համահնչումներ եւ ընդ որում դաշնամուրի նվագաբաժինը երբեմն գրված է 3 տողով, որը այնքան էլ տիպիկ չէր այն ժամանակվա երաժշտությանը։ Ռավելը ստեղծում է իր մենուետում մի քանի ռեգիստրային պլան, վերևի ռեգիստր, միջին ռեգիստր եւ բաս, որը ավելի նպատակահարմար է գտնում 3 հնգագծի, 3 տողի վրա նոտագրելու։ Միևնույն ժամանակ նույն Մորիս Ռավելը իր Le Tombeau de Couperin, այսինքն Կուպերենի շիրմաքարը սյուիտում, որը գրվել է առաջին աշխարհամարտի տարիներին եւ արդեն իսկ հիշատակվել է այս հաղորդաշարի ընթացքում, նույնպես գրում է մենուետ, սակայն սյուիտի մեջ մենուետը շատ ավելի մոտ է բարոկկո մենուետի մոդելին, թե տոնայնական առումով, թե հարմոնիաների առումով եւ թե իր ձևակառուցման առումով։ Այսինքն այստեղ Ռավելը այլևս հանդես չի գալիս որպես մոդեռնիստ, այլ հանդես է գալիս որպես ժամանակակից կոմպոզիտոր, որը բավականին ուշադիր հայացք է նետում դեպի անցյալը եւ իր երաժշտության մեջ վերարտադրում ոչ միայն հին երաժշտության ձևը, այլ ինչու ոչ նաև հնչողության առանձին բաղադրիչները։ Այստեղ հետաքրքիր է մի հանգամանք։ Մորիս Ռավելը իհարկե ժամանակակից կոմպոզիտոր էր իր ժամանակվա համար։ Իհարկե փորձարկում էր տարբեր արտահայտչամիջոցներ եւ իհարկե չէր կարող սկզբից մինչեւ վերջ մնալ այս դասական ձևի, դասական հնչողության սահմաններում։ Այստեղ Ռավելը հետաքրքիր լուծում է առաջարկում։ Նա պահպանում է դասական եռամաս ձևը, որտեղ առաջին մենուետ եւ երրորդ տրիոն եւ ապա առաջին մենուետի կրկնությունը բոլորն էլ արկա են, սակայն վերջում ավելացնում է եւս մի եզրափակիչ մաս, որը կոդան է, եզրափակումը։ Կոդայում միևնույն երաժշտական թեմային, որի վրա կառուցված է մենուետի սկիզբը, նա վերաբերվում է ավելի ազատ։ Այսինքն կարելի է ասել, որ թողնում է իր ստորագրությունը պատմության էջերի լուսանցքներում։ Եթե մենուետի առաջին, երկրորդ եւ առաջինի վերադարձ այս մոդելում Ռավելը բավականին զուսպ է, ապա կոդայում մենք կարող ենք տեսնել բաս, որը որ հնչում է ուրեմն ռոմանտիկ բասի մոդելով, նվագակցության մոդելով, եւ կոդայի ամենավերջում երաժշտությունը հանկարծ մղվում է դեպի դաշնամուրի ամենավերևի ռեգիստրը, ամենավերևի ձայնածավալը, որը նույնպես շատ հատկանշական բան է։ Բանն այն է, որ բարոկկո շրջանից տեխնաշարային գործիքների ձայնածավալը շատ ավելի սահմանափակ էր, քան դաշնամուրինը։ Կլավեսինը հիմնականում պարունակում էր կոնտրօկտավայի ֆա նոտայից մինչև երրորդ օկտավայի ֆա նոտա ձայնածավալը եւ չէր դուրս գալիս այս սահմաններից։ Ռավելը պահպանում է այդ նույն ձայնածավալը մենուետի հիմնական մասերի ամբողջ ընթացքում, կոդայում կարծես շունչ առնելով, կարծես թողնելով իր հեղինակային ստորագրությունը, նա հանկարծ գնում է դեպի մի այսպիսի ձայնածավալ, որը գոյություն չուներ բարոկկո շրջանում։ Այսինքն հետաքրքիր մի շտրիխ, հետաքրքիր մի ժեստ է հավելում մենուետի բարոկկո ձևին։ Հետաքրքիր է նաև մենուետի ժանրին ռուս կոմպոզիտորների անդրադարձը։ Ռուս կոմպոզիտորները մենուետին անդրադառնում էին տարբեր պատճառներով։ 19-րդ դարում իրենց եվրոպական կոլեգաների պես նրանք գրում էին մենուետներ, որպեսզի ինչ-որ առումով առնչվեն եվրոպական երաժշտության անցյալին, 20-րդ դարում դրդապատճառները կարող էին ուրիշ լինել եւ դրա մասին ես դեռ կխոսեմ։
Ռուս դասական երաժշտությունը ձևավորվել է 18-րդ դարի վերջում։ Այն ժամանակաշրջանում, երբ կլասիցիզմը աստիճանաբար մոտենում էր իր ավարտին։ Եվ ռուսական կլասիցիզմը, չնայած ունեցավ մի շարք ներկայացուցիչներ, առանձնապես հատկանշական երևույթ չէր երաժշտության մեջ։ Բուն ծաղկումը ռուսական դասական երաժշտությունը ապրել է 19-րդ դարում, ռոմանտիզմի ժամանակաշրջանում, 19-րդ դարի առաջին կեսից ի վեր, եւ հայտնվել են այնպիսի հրաշալի կոմպոզիտորներ, այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Գլինկան, Չայկովսկին, Ռիմսկի-Կորսակովը, Մուսորգսկին եւ շատ ուրիշներ, այսինքն բուն ծաղկման շրջանը Ռուսաստանում տեղի ունեցել 19-րդ դարում։ Դա նշանակում էր, որ այդ ծաղկման շրջանը տեղի ունեցել այն ժամանակ, երբ մենուետը արդեն վաղուց գործածությունից դուրս է եկել որպես պար, եւ մենուետին կոմպոզիտորի դիմելը ստեղծագործական կրեդոյի նշան կարող էր լինել եւ կարող էր դիտարկվել որպես հետադարձ հայացք, որը ուղղված է դեպի երաժշտության պատմության խորքերը։ Ահա այսպիսի դեպքի ենք մենք առնչվում Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործության մեջ։ Ռախմանինովը չի գրել մենուետ անունով ստեղծագործություն, մենուետի ձևով եւ տեմպո դի մենուետո, այս շատ հատկանշական տեմպի նշումով նշված է նրա Opus 23 պրելյուդներից մեկը, թիվ 3 ռե մինոր պրելյուդը։ Այսինքն ճիշտ այնպես, ինչպես Մոցարտը ժամանակին միավորել է մենուետի ձևը վարիացիոն ձևի հետ, գրելով իր մի մինոր ջութակի սոնատի երկրորդ մասը, Ռախմանինովի ռե մինոր պրելյուդում իրար են հանդիպում պրելյուդի ժանրը եւ մենուետի ձևը։ Ռավելի նման, Ռավելից առաջ, անշուշտ, Ռախմանինովը նույնպես պահպանում է մենուետի եռամաս ձևը, սակայն վերջում հավելում է կոդան։ Եվ ճիշտ այնպես, ինչպես Մորիս Ռավելի դեպքում, մենուետի սովորական արտահայտչականությունը չափազանց նեղ է Ռախմանինովի համար։ Ռախմանինովը հայտնի էր որպես վիրտուոզ դաշնակահար, որը ուներ ձեռքի լայն բացվածք, եւ այդ լայն բացվածքից իր ամբողջ կյանքի ընթացքում գրված ստեղծագործություններում օգտվել է։ Ռախմանինովի երաժշտությունը վիրտուոզային է, շատ հյութեղ է եւ շատ առումներով ասոցացվում է ռուսական երաժշտության ոգու հետ։ Միևնույն ժամանակ նույն Ռախմանինովը իր պրելյուդների շարքում գրում է մի մենուետ։ Ինչն է, որ Ռախմանինովի մենուետը դարձնում է այդպիսին։ Իհարկե երաժշտական ձևը։ Եռամաս ձև, որին կցված է Ռախմանինովի կողմից ավելացված կոդան։ Մյուս կողմից Ռախմանինովը այստեղ շատ զուսպ է օգտագործում պեդալը, կարծես հղվելով հին ժամանակաշրջանի երաժշտությանը։ Բարոկկո երաժշտության մեջ տեխնաշարային գործիքները առհասարակ պեդալ չունեին, իսկ կլասիցիզմի շրջանում, օրինակ Մոցարտի ժամանակներում պեդալը օգտագործվում էր միայն բավականին կոնկրետ տեղերում եւ բավականին զուսպ ձևով։ Շատ դաշնամուրների վրա Մոցարտի ժամանակաշրջանում պեդալը դրված էր ոչ թե ամենաներքևում, ինչպես մենք սովորաբար տեսնում ենք այս պեդալը, այլ գործիքի ստեղնաշարի տակ եւ ակտիվացվում էր ոչ թե ոտքի թաթով, այլ ծնկով, այսինքն հարմար չէր պեդալը օգտագործել եւ պեդալը օգտագործվում է շատ որոշակի դեպքերում։ Ռախմանինովի մոտ մենք տեսնում ենք մենուետի տիպիկ բասը, որտեղ յուրաքանչյուր նոտան հնչում է անջատ, առանձին, Ռախմանինովը գրում է այստեղ ստակատո արտիկուլյացիայի նշումը, այսինքն կարճ եւ անջատ, եւ կարծես ունկնդրին առաջարկում հին մենուետի հնչողության մի այսպիսի պատարիկ։ Միևնույն ժամանակ, ճիշտ այնպես ինչպես Ռավելը իր Կուպերենի շիրմաքարը սյուիտի մենուետում, Ռախմանինովը այստեղ նույնպես ամբողջությամբ չի տեղավորվում իր իսկ նախապես գծած սահմանափակումների մեջ եւ կոդայում իրեն ինչ-որ առումով ազատություն տալիս։ Այստեղ մենք տեսնում ենք վերջապես սովորական այս լայն ակորդների վերադարձը, օկտավային պասաժները, ռիթմի ինչ-որ առումով խախտումները, իսկ ամենավերջին նոտան նույնպես դուրս է ընկած բարոկկո կամ կլասիցիզմի շրջանում ստեղնաշարի ձայնածավալից, սակայն այն դեպքում, երբ Ռավելը գնում է դեպի վերև, Ռախմանինովը գնում է դեպի դաշնամուրի ամենաներքևի ռեգիստր եւ
հնչեցնում իր երաժշտությանը այդքան տիպիկ զանգանման բասը։ Իդեպ ռուս երաժշտության մեջ մենուետները հավանաբար այնքան խորապես զուգորդվում էին դասական ավանդույթի հետ, որը ռուսական երաժշտությունը ժամանակին չի ունեցել, որ ռուս եւ ռուսական երաժշտության ուղեծրում գտնվող կոմպոզիտորներից շատերը փորձել են իրենց ուժերը, այսպես կոչված մենուետի ասպարեզում, մենուետի ժանրում։ Բացառություն չէր այդ առումով նաև երիտասարդ Ալեքսանդր Սպենդիարյանը, որը 1895 թվականին, այն թվականին, երբ նա սկսել է իր աշակերտությունը Ռիմսկի Կորսակովի ղեկավարությամբ, նույնպես ստեղծել է մենուետ, որը գոյություն ունի թե դաշնամուրային եւ թե նվագախմբային տարբերակով։ Տարբեր էր մենուետի նկատմամբ 20-րդ դարի ռուս կոմպոզիտորների վերաբերմունքը։ 20-րդ դարի պատմությունը, ինչպես հայտնի է, լի է ամեն տեսակի բեկումնային, անգամ ողբերգական իրադարձություններով, եւ այդ իրադարձությունները խորը հետք են թողել ռուսական երաժշտության պատմության մեջ։ Խոսքը անշուշտ թե հեղափոխությունների, թե բազմաթիվ պատերազմների, թե ոչ դեմոկրատական ռեժիմների մասին է, որոնցով աչքի է ընկել ցավոք սրտի Ռուսաստանի պատմությունը։ Մենուետի օգտագործման այսպիսի երկու հատկանշական դեպք կարող ենք տեսնել 20-րդ դարի ռուս երաժշտության մեջ։ Մեկը Իգոր Ստրավինսկու, մյուսը Սերգեյ Պրոկոֆիևի երաժշտության մեջ։ Ինչպես հայտնի է, կոմունիստական հեղափոխությունից հետո Ստրավինսկին լքում է Ռուսաստանը։ Եվ հենց 17 թվականից հետո, 1918 թվականից ի վեր, Ստրավինսկու երաժշտության մեջ սկսվում է նեոդասական շրջանը, որը տևում է ընդհուպ մինչև 1950-ական թվականներ։ Նեոդասական շրջանը շատ ուսումնասիրողներ կապում են Ռուսաստանը մոռանալու կամ ռուսական մշակույթը, ռուսական ֆոլկլորը մի կողմ դնելու եւ նոր էջից նոր կյանք սկսելու Ստրավինսկու ցանկության հետ։ Ստրավինսկին նախընտրում է մնալ Եվրոպայում, այնուհետև տեղափոխվում է ԱՄՆ եւ այդ ամբողջ տասնամյակների շրջանում փորձարկում է իր նեոդասական ոճը, որտեղ դիմում է անցյալի եվրոպական երաժշտության այս կամ այն հատկանիշների ուրույն ձևով անդրադառնալով դրանց իր երաժշտության մեջ։ Ստրավինսկու նեոդասական շրջանի ամենաառաջին ստեղծագործություններից մեկը նրա Պուլչինելլա բալետն է, որը մի կողմից հիմնված է իտալական կոմեդիա դել արտե, ուրեմն տեխնիկային հանդեսի կերպարների վրա, մյուս կողմից երաժշտական առումով հիմնված է 18-րդ եւ 17-րդ դարի իտալական երաժշտության վերամշակումների վրա։ Ստրավինսկին հավատացած էր, որ գործ ունի Պերգոլեզի 18-րդ դարի իտալացի կոմպոզիտոր երաժշտության հետ, բայց նոր աղբյուրներ պարզեցին, որ այն երաժշտությունը, որը վերագրվում էր Պերգոլեզին, կարող էին ստեղծած լինել նաեւ այլ իտալացի կոմպոզիտորներ։ Ստրավինսկին շատ հետաքրքիր բալետ է ստեղծում, սա բալետ է երգեցողությամբ, այսինքն այստեղ հանդես են գալիս ոչ միայն գործիքային կատարողները, ոչ միայն պարողները, այլ նաև երգիչները, որոնք արիաներ եւ անսամբլներ են կատարում։ Պուլչինելլան, ինչպես ասացի, հիմնված է իտալական երաժշտության վրա, սակայն Ստրավինսկու վերագործիքավորմամբ, վերամշակմամբ եւ շատ առումներով նաև վերահարմոնիզացմամբ։ Այսինքն պահպանելով դասական երաժշտության ձևերը եւ ինչ որ առումով նաեւ հնչողությունը, Ստրավինսկին հաղորդում է դրան ժամանակակից 20-րդ դարի հնչերանգներ եւ արտահայտչամիջոցներ, որոնք տիպիկ էին 20-րդ դարի մոդեռնիստական ստեղծագործություններին։ Պուլչինելլա բալետում մենուետը հանդես է գալիս որպես վոկալ համար բալետի նախավերջին 20-րդ մասը, ամբողջ բալետը բաղկացած է 21 տարբեր փոքրիկ հատվածներից։ Եվ այստեղ նույնպես կարելի է տեսնել մի այսպիսի հումորային հղում։ Ճիշտ այնպես, ինչպես դասական սիմֆոնիայի մենուետը նախավերջին մասն էր, երրորդն էր, բայց նախավերջինն էր։ Այստեղ նույնպես Ստրավինսկին դնում է մենուետը որպես նախավերջին մաս, այս դեպքում ոչ թե երրորդ, այլ 20-րդ։
Ստրավինսկին իր իսկ Պուլչինելլա բալետի երաժշտության հիման վրա, առանձին հատվածների անշուշտ հիման վրա, ստեղծել է մի սյուիտ, որը որ գրված է կամ ջութակի եւ դաշնամուրի կամ թավջութակի եւ դաշնամուրի համար, այսինքն հանդես կարող է գալ երկու տարբերակով։ Ստրավինսկին անվանեց այս ստեղծագործությունը իտալական սյուիտ եւ իտալական սյուիտի մեջ ներգրավեց նաև այլ մասերի հետ միասին, նաև մենուետը, որը սակայն չի առանձնացնում որպես առանձին մաս, այլ վերնագրում է մենուետ եւ ֆինալ եւ մենուետից անմիջապես հետո կցված է այսպես ցնծագին ֆինալ։ Եթե բալետում մենուետը վոկալ էր, ապա բնականաբար իտալական սյուիտում մենուետը զուտ գործիքային է։ Եվ քանի որ մենուետին հաջորդում է բավականին արագ տեմպով ֆինալը, Ստրավինսկին հատուկ ձևով դանդաղեցնում է մենուետի տեմպը։ Այսինքն Ստրավինսկու մոտ մենուետը հանդես է գալիս որպես շատ ցերեմոնիալ, որպես բավականին դանդաղ պար, որը այնուհետև կտրուկ ձևով պետք է անցում կատարի ֆինալի մեջ։ Հետաքրքրական է, որ Ստրավինսկու մենուետում մենք մի այսպիսի փոքրիկ պահ կա, երբ 3/8-ական, իսկ Ստրավինսկին գրում է իր մենուետը 3/8-ական չափով, այս չափը չի հերիքում Ստրավինսկուն, նա հատուկ խախտում է ստեղծում եւ տակտերից մեկը գրում 2/8-ական չափով։ Այսինքն նեոկլասիցիզմի ամբողջ իմաստը կարելի է տեսնել հենց այս փոքրիկ, ուրեմն երաժշտական չափի նշման մեջ։ Հղում դեպի անցյալ, սակայն անցյալի ոչ ճշգրիտ վերարտադրություն։ Վերջապես մենուետի մեկ այլ հետաքրքիր օգտագործման դեպքին կարող ենք տեսնել Սերգեյ Պրոկոֆիևի Ռոմեո եւ Ջուլիետ բալետում, որը գրված է 1930-ական թվականներին։ Պրոկոֆիևը ունեցել է շատ հետաքրքիր կենսագրություն, եւ Ռոմեո եւ Ջուլիետ բալետը գրված էր նրա կյանքի թերևս ամենադժվարին պահերից մեկի ընթացքում։ Կոմունիստական հեղափոխությունից հետո Պրոկոֆիևը շատերի նման լքում է Ռուսաստանը, հաստատվելով Եվրոպայում, այնուհետև ԱՄՆ-ում։ Սակայն մի ինչ-որ ժամանակաշրջանի ընթացքում սկսում է կարոտել իր հայրենիքը եւ ստանալով բազմաթիվ հրավերներ վերադառնալու Ռուսաստան, կասկածների միջով անցնելով ընկրկում է եւ որոշում է վերադառնալ եւ դա դառնում է իր կյանքի համար ճակատագրական որոշում, որովհետեւ նա անմիջապես զրկվում է Ռուսաստանը լքելու Խորհրդային Միությունը այդ ժամանակ իհարկե լքելու հնարավորությունից, նա սովետական այլ կոմպոզիտորների նման պարտավորվում է գրել երաժշտություն, որը համապատասխանում է սոցիալիստական ռեալիզմի ոգուն եւ փաստորեն շատ առումներով կորցնում իր ստեղծագործական ազատությունը, իր կնոջն են ձերբակալում նույն 30-ական թվականներին եւ ահա այսպիսի շրջանում ծնվում է Ռոմեո եւ Ջուլիետը բալետը։ Հետաքրքիր մի այսպիսի բան կա։ 30-ական թվականների խորհրդային կոմպոզիտորները պետք է գրեին երաժշտություն, ինչպես ասացի, որ պետք է համապատասխանի սոցիալիստական ռեալիզմի հիմնական սկզբունքներին։ Կար միայն մեկ բացառություն։ Բացառությունն այն էր, երբ կոմպոզիտորը դիմում էր մի այսպիսի գրական ստեղծագործության, որը գրված է վաղ անցյալում եւ վաղուց հայտնի է որպես դասական ստեղծագործություն։ Այս դեպքում բնականաբար հիմնվելով ստեղծագործության բովանդակության վրա, կոմպոզիտորը այլևս պարտավոր չէր հետևելու սոցիալիստական ռեալիզմի սկզբունքներին։ Հավանաբար այդ էր պատճառը, որ Պրոկոֆիևը ընտրում է Ռոմեո եւ Ջուլիետ Շեքսպիրի հայտնի թատերախաղի սյուժեն իր բալետի համար։ Բալետը ձեռք է բերում համաշխարհային համբավ շատ արագ, բայց բալետի պրեմիերան չի տեղի ունենում Խորհրդային Միությունում, փոխարենը 1938 թվականին այն հնչում է Չեխոսլովակիայում։ Հետաքրքիր է, որ Պրոկոֆիևը դեռ իր ստեղծագործության համեմատաբար վաղ շրջանում սկսեց ուշադրություն դարձնել նեոդասական երաժշտությանը եւ նեոդասական ձևերին։ Հայտնի է, որ նրա առաջին սիմֆոնիան կրում է դասական սիմֆոնիայի ենթավերնագիրը եւ նա այստեղ ինչ որ առումով անդրադառնում է անցյալի երաժշտական ձևերին։ Անցյալի երաժշտական ձևերի նկատմամբ հետաքրքրությունը Պրոկոֆիևը պահպանել է
թերևս իր ողջ կյանքի ընթացքում։ Սակայն որքան տարօրինակ կլիներ խորհրդային կոմպոզիտորի կողմից երաժշտական հին ձևերին անդրադառնալը 1930-ական թվականներին, երբ գերիշխողը ստալինիզմի գաղափարախոսություններ, բոլորը պետք է կառուցեին նոր երկիր, նոր միջավայր, նոր երաժշտական հնչողություն եւ ցանկացած մի հետադարձ հայացք կարող էր դիտվել որպես ռետրոգրադ երևույթ։ Փաստորեն, ընտրելով Ռոմեո եւ Ջուլիետ պիեսը որպես իր բալետի հիմք, Պրոկոֆիևը միտումնավոր կատարում է մի այսպիսի հետադարձ քայլ եւ արդարացնում է իր հին երաժշտական ձևերի նկատմամբ հետաքրքրությունը սյուժեի ընտրությամբ։ Միևնույն ժամանակ մենք քաչ գիտենք, որ Շեքսպիրը եւ Մենուետը անախրոնիստական երևույթներ են։ Շեքսպիրը չգիտեր, թե ինչ է Մենուետը, որովհետև Ռոմեո եւ Ջուլիետը գրված է 16-րդ դարի ամենավերջում, իսկ Մենուետը որպես պար հայտնվեց միայն 17-րդ դարի կեսերին։ Այսպիսով Շեքսպիրը չէր կարող իմանալ, թե ինչ է Մենուետը։ Եվ միտումնավոր այսպիսի մի փոքրիկ անախրոնիզմ իրեն թույլ տալով Պրոկոֆիևը ինչ որ առումով միացնում է իրար տարբեր հետաքրքիր երևույթներ։ Ռոմեո եւ Ջուլիետը բալետում Մենուետը հնչում է այն ժամանակ, երբ Կապուլետի ընտանիքի, ուրեմն տանը հավաքվում են հյուրերը տոնահանդեսի համար։ Այսինքն Ռոմեոն դեռ չի ճանաչում Ջուլիետին եւ ամբողջ գործողությունը կարծես նոր է սկսվում։ Մենուետը հնչում է որպես երաժշտական ուղեկցություն մի ուրեմն շքեղ հավաքույթի համար։ Իսկ Մենուետից գրեթե անմիջապես հետո հնչում է բալետի ամենահայտնի մասը՝ ասպետների պարը։